Քաղաքապետարանն առաջարկում է վերանայել կարգավորել Veolia ջուր ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները։ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել կառավարությանը ջրային կոմիտեին։ 6-րդ կետը վերաբերում է ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը։ 2016 թվականին Veolia ջրին վարձակալությամբ տրված գույքի ցանկը թերություններով է եղել։ Բազմաթիվ են դեպքերը մայրաքաղաքում, երբ Veolia ջրի սպասարկման տիրույթում չէ, որովհետև գույքը չկա իր ցանկում։ Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին, դա վերաբերում է նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայաններին։ Կառուցապատողի մեղքով գույքը չի հանձնվել պոմպը Veolia ջրին պետությանը եւ դարձել է գլխացավանքի առարկա բնակիչների վեճի առարկա Veolia ջրի հետ։ Այստեղ քաղաքապետարանը որևէ պատասխանատվություն, որևէ մեղք չունի։ Տիգրան Ավինյանի խոսքով կոյուղու հետ կապված խնդիրները ներկայացվում են խեղաթյուրելով տեղեկատվությունը։ Ցավոք սրտի, մեր պատասխանատվության տիրույթը չի։ Պետական գույք է դա։ Ենթադրում եմ, այդ մի մասն էլ հանձնված չի Veolia ջրին։ Եվ ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որը որ տենց ուղիղ մերը չի, մեր ենթակայության տակ չի, մաշված է աննկարագրելի չափով, եւ շատ լավ է, որ այս տարի կառավարությունը արդեն որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում, շնորհակալ ենք գործընկերներին, բայց կարծում եմ այդ մեկ անգամյա ծրագիր չպետք է լինի։ Ըստ քաղաքապետի պետք է հստակ հասկանալ ով է պատասխանատու օղակը, եթե քաղաքապետարանն է օրենքով ամրագրվի եւ տեղափոխվի իրենց դաշտ։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։ Որովհետև անընդհատ լավ 1 2 1 2 3 4 5 6 քաղաքապետարն է, քաղաքապետարն են։ Վերջը ասելու ենք մենք չենք, Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստած է իրան տենց էշի տեղա դրել, ասում է քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ է էլի։ Մարաղը մտած հենց ինքը չի երևում։ Հետո լավ։ Գործակարգավարական նիստի ժամանակ վարչական շրջանների ղեկավարները ներկայացրին բակային տարածքներում, այգիներում իրականացված ծրագրերն ու դրանց ընթացքը։ Մանավանդ 15 շենքի հարակից տարածքն է, որը նույնպես որոշ թերությունների պատճառով ակտը չի ստորագրվել, սակայն աշխատանքները իրանց բանով ավարտվել է։ Պարոն Սևոյան, ես մի բան նկատեցի, այդ ռետինե հատակ այդ բանավանում մենք շատ վաղուց այլևս մեծ կտորներով այդ ռետիններից չենք անում, խնդրում եմ ձեր ուշադրության կենտրոնում կպահեք։ Նախագծերում նման բան չենք ընդունում։ Քննարկվեց նաև մայրաքաղաքի օդի որակը։ Նշվեց, որ մշակվել է Երևանի օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որի նպատակն է նվազեցնել արտանետումներից ստացվող հիմնական աղբյուրները եւ բարելավել օդի որակի ընդհանուր համակարգը։ Ավինյանը նկատեց, որ ծրագրից դուրս է մնացել տեղզնման կայանների ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ բոլոր տեսակի վնասակար արտանետումների չափման հատվածը։ Իրապես զարմանալի է, անկեղծ ասած, ու չգիտեմ ինչ հիմնավորում եւ բացատրություն կա դրան, որ օրինակ մարդը որոշում է, որ ինքը պետք է իր ավտոմեքենայի այդ կատալիզատոր կոչվածը հանի եւ թունավորի բոլոր մնացածին։ Մենք ոչ միայն պետք է բարձրաձայնենք խնդիրը, այլև լուծենք մեր մասով, նշեց քաղաքապետը։ Որոշվեց տրանսպորտի վարչության հետ քննարկել եւ հասկանալ, թե իրավասությունների շրջանակում ինչ լուծում կարող են տալ խնդրին։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։